Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ անկրկնելի էքսկլյուզիվ մոգական աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք շատ պարզ, մատչելի, բայց միաժամանակ բավականին արդյունավետ եւ հզոր մոգական արարողակարգեր, հմայախոսություններ, զանազան հնարքներ, որոնք կդարձնեն ձեր կյանքը շատ ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ։ Սիրելի բարեկամներ, շատ հաճախ մենք հանդիպում ենք այնպիսի բացասական երևույթին, ինչպիսի նախանձությունն է, եւ կան մարդիկ, ովքեր այդ իրենց բացասական լիցքերով, այսպես ասած, ստոգորված, նախանձող մարդիկ գիր են անում ձեր ընտանիքի վրա, ձեր տան վրա, բացասական լիցքեր են ուղարկում եւ բնականաբար առաջանում է հարց, ինչպես պաշտպանել ձեր բնակարանը, ձեր ընտանիքը, ձեր տունը այդպիսի բացասական ազդեցություններից։ Սա չի այս մոգական արարողակարգը, մոգական զարդանախշը, որ ես ձեզ կներկայացնեմ, նա պաշտպանում է, նա չի ազատում ձեզ այդ ազդեցությունից, թե արդեն կան մոգական բացասական ազդեցություններ ձեր տան վրա, ուրեմն պետք է մաքրում կատարել, բայց եթե ցանկանում եք, բնականաբար մաքրումը կատարեցիք, որ ցանկանում եք, որ այլևս այդ անձնավորությունները չգան ու չքսեն ձեր դռան բռնակի վրա, ինչ որ նյութեր են թափում տարբեր տեսակի հմայախոսություններով, սև մոգական, ասենք ձեր տան շեմի դիմացի այդ գորգի վրա։ Ես ինքս շատ եմ առնչվել այդ երևույթների, շատ տգեղ երևույթներ են, կամ դուք գիտեք, որ այդ անձնավորությունը ձեզ նախանձում է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի խլի ձեր հաջողությունը, խլի ձեր երջանկությունը եւ ցանկանում եք պաշտպանվել, հա, այդ բոլոր բացասական ազդեցություն, ինչպես պաշտպանել ձեր տունը բացասական ազդեցություններից, այսինքն կախարդությունից, աչքից, նավսից եւ այլն։ Որպեսզի անգամ եթե այդ անձնավորությունը դիմի այդ բացասական քայլին, այսինքն անի այդ կախարդությունը, այդ ամենը ձեզ չկպնի, այլ հետ գնա իրան։ Սա այս զարդանախշը լուսնի հետ կապ չունի, կարող եք կատարել ցանկացած լուսնային օրերին, իմիջիայլոց այս զարդանախշը տեսեք, սա նախորդ իմ վիդեոյում ես ներկայացրել եմ ինչպես մաքրվել ուրեմն ցեղական բացասական ազդեցություն, այսինքն այն նեգատիվից, այն բացասական ազդեցություններից, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են ցեղով։ Դիտեք այդ վիդեոն, եթե չեք դիտել։ Իսկ այժմ պաշտպանությունն եմ ներկայացնում ձեզ, ինչպես պաշտպանվել։ Ուրեմն անհրաժեշտ է սպիտակ թուղթ առանց գծանշումների եւ սև գույնի ցանկացած, չգիտեմ, գրիչ, մարկեր, մի խոսքով մատի սև գույնի ցանկացած բան։ Եվ մի քանի անգամ դիտեք վիդեոն, կրկին անգամ ձեզ հիշեցնում եմ, դիտեք վիդեոն սկզբից մինչև վերջ, որովհետև ես տեսնում եմ, որ դուք չեք դիտում վիդեոները, հետո զանգահարում եք, ինձ հարց եք տալիս։ Ուրեմն բոլոր հարցերի պատասխանները, սիրելի բարեկամներ, կան իմ վիդեոներում։ Պես որ չկա անհրաժեշտություն անընդհատ ինձ անհանգստացնելու, նամանավանդ որ ես հերթի տակ աշխատում, գիտեք, որ շատ գերծանրաբեռնված եմ եւ միշտ զբաղված եմ, այնպես որ կատուն էլ ասում է, այո, դու միշտ զբաղված ես։ Այնպես որ լավագույն տարբերակը մի քանի անգամ դիտել վիդեոն, նոր սկսել կատարել արարողակարգը, շատ պարզ իմիջիայլոց մոգական զարդանախշ է, անպայման խորհուրդ եմ տալիս դա անել։ Ուրեմն ինչ ենք անում սկզբից, կատարեք ճշգրտորեն, ինչպես որ կատարում եմ ես, ինչպես որ նկարում եմ ես։ Հաջորդը դրա տակ այդ նույն գծանշանը կրկնում ենք, բայց որպեսզի չկպնի վերևինին, փոքր ներքև եք անում, այդ նույն չափերի գծանշանը կրկնում եք, այնուհետև այս երկու գիծն եք քաշում,
Եվ պետք է այժմ այսպիսի գծեր անել, սիրելի բարեկամներ, որպեսզի նրանք չկպնեն հենց նոր գծած գծերին, այսպես։ Ահա, այսպես։ Եվ դնում ենք սլակները կամ նետերը, այսպես ասած, որոնք պես ձեզ կպաշտպանեն և թույլ չեն տա, որ դեպի ձեր բնակարան, դեպի ձեր կացարան թափանցեն այդ բացասական ազդեցությունները։ Նույնությամբ կրկնում եք նաև այստեղ, ահա այսպես ստացվեց, սիրելի բարեկամներ, դուք կարող եք ավելի փոքր նկարել այս գծանշանը, այս զարդանախշը, նկարելուց հետո, անմիջապես հետո, սիրելիներս, այս մոգական զարդանախշը պետք է փաթաթել մուգ գույնի, ցանկալի է սև գույնի կտորի մեջ եւ կախել դրան վերևում, ինչպես է կախում զարդանախշով դուրս, այսինքն որպեսզի այս զարդանախշը նայի ձեր շեմից դուրս, ձեր դռնից դուրս եւ արգելակի կամ խափանի բացասական բոլոր ազդեցությունները։ Փաթաթելով սև կտորի մեջ, դրանից հետո դնում եք, կարող եք տոպրակի մեջ դնել, կարող եք փոքր այդ տարբեր այսպես գունավոր լինում են փոքր տոպրակներ կտորից եւ կախել ձեր դրան վերևում։ Կարող եք նաեւ տեղադրել դրան կողքը, եթե հնարավորություն չկա դրան վերևը կախել, կարող եք դրան կողքը պահարանում կամ ինչ-որ տեղ, որտեղ այսպես դրան կողքը պետք է լինի եւ պետք է արտացոլի, սա արտացոլում է բոլոր այդ բացական ազդեցությունները, որոնք ուղղված են դեպի ձեզ, դեպի ձեր բնակարանը, ձեր կացարանը։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագ եւ Թալիսմանների մոգական ալիքին, բաժանորդագրվեք նաեւ իմ երկրորդ աստղաբանական YouTube-յան ալիքին, աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ, հետևեք ինձ նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում եւ նաև կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք սիրելիներս, տեսություն։